Հայաստանի էլեկտրական ցանցերու pedagoganացման ծրագիրը պատրաստ է, շատ շուտով կմտնեն կորզնական փուլ, այս մասին տեղեկացուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան թիմադեդրի էջին գդարած քրարման միջոցով կորձընթացներ տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նշված է քրարման մեջ։ Ավելի գանուխ Հայաստանի վարչապետը մեկ այլ քրարմամբ կարծիք հայտնած էր, որ հասունցած է Հայաստանի էլեկտրական ցանցերը pedagoganացնելու բահը։ 2015 թվականի հոկտեմբերին Դաշիր ընկերություններու խումբը ցերբերած է Հայաստանի էլեկտրացանցը ամբողջությամբ իր վրա վերցնելով ընկերության կառավարման բարձրությունը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Իրան-իսրայելական հակամարտության կողմերեն խնդրած է պահպանել հրատատարը։ Հրատատարի թրությունը արդեն կգործե, կխնդրեմ մի խախտեք այն։ Truth Social-ի մեջ գրած է Ամերիկայի նախագահը։ Իրանական Ֆարս գործակալությունը հայտնած է, որ առավոտյան Իրան հրթիռագործած է Իսրայելի Հայֆա եւ Ռամատ Դավիթ օտագայանը։ Իսրայել հաստատեց, որ համաձայնած է Իրանի հետ երկկողմանի հրատատար հաստատելու Ամերիկայի առաջարկին, բայց հրատատարի որևէ խախտման ժամանակ խիստ պիտի արձագանք է, կհաղորդե The Times of Israel վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը։ Իսրայելի վարչապետը հանդիպած է կառավարության անդամներուն, պաշտպանության նախարարին, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետին եւ Մոսադի ղեկավարին հետ տեղեկացնելու, որ Իսրայել հասած է արտնցող առյուծ գործողության բոլոր նպատակներուն եւ շատ ավելին։ Իսրայելի պաշտպանության բանակը լիարժեք օտային վերահսկողություն հաստատած է Թեհրանի երկինքին, լուրջ վնաս հասցուցած է ռազմական ղեկավարության եւ ոչնչացուցած Իրանի կառավարության տասնյակ առանցքային թիրախներ։ Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ սպանված է հյուրեական ոլորտի եւս մեկ ավագ գիտնականը։ Իսրայել շնորհակալություն հայտնած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին եւ Միացյալ Նահանգներուն պաշտպանության ցուցաբերած աջակցության եւ իրանական հյուրեական սպառնալիքի վերացման մասնակցության համար։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարեց, որ Իսրայել եւ Իրան համաձայնած են լիարժեք եւ ամբողջական հրատատարի։ Ան Truth Social հարտակի վրա գրած է, որ երկու երկիրները գավարդեն ընթացքի մեջ գտնվող իրենց վերջին առաքելությունները եւ 12 ժամվան հրատատար մգլավ եւ որմե հետո պատերազմը կհամարե ավարտած։ Պաշտոնապես Իրան կսկսի հրատատարը, իսկ 12-րդ ժամուն Իսրայել կսկսի հրատատարը եւ 24-րդ ժամուն աշխարհը կողջունե 12 օրվան պատերազմի պաշտոնական ավարտը։ Այս պատերազմը կրնար տևել դարիներ եւ ոչնչացնել ամբողջ մերձավոր արևելքը, բայց այդ տեղի չունեցավ եւ երբեք ալ տեղի չունենար, գրած է Ամերիկայի նախագահը։ Թրամփ նաեւ հայտարարած է, որ երկու երկիրները գրեթե միաժամանակ դիմած են խաղաղության հաստատման համար եւ երկուքն ալ պիտի տեսնեն մեծ սեր, խաղաղություն եւ բարգավաճում, գրած է Սպիտակ տան ղեկավարը։ Այս հայտարարութենեն քանի ժամ առաջ Թրամփ աստարարած էր մերձավոր արևելքի մեջ մոդալուտ խաղաղության մասին, գրելով կշնորհավորեմ աշխարհ եկած է խաղաղության ժամանակը։ Իսլամական հեղափոխության պահապաններու միավորումը հայտնած է, որ հրատատարի ուժի մեջ մտնել են առաջ մոտ 20 հրթիռ արձակած է Իսրայելի ուղղությամբ, կհաղորդե մեր գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը իր հերթին հայտնած է, որ գործողություններ գիրականացնեն սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, ըստ Իսրայելի պաշտպանական բանակին ոչնչացուցած են հրթիռներու արձակման գայանքներ, որոնք կպատրաստվեին հարվածներ հասցնելու Իսրայելին։ The Times of Israel նշած է, որ իրանական հարվածներեն Բիրշեբա քաղաքի մեջ զոհերու թիվը հասած է առնվազն 4-ի։ Ամերիկայի նախագահ գողմերուն գոչ ըրած է չխախտել հրատատարը։ Իրանի արտաքին գործոստ նախարար Աբբաս Արաքչին իր հերթին հայտնած էր, որ հրատատարի համաձայնություն ցերկ չէ բերված, սակայն Իրան պատրաստ է դադրեցնելու ռազմական գործողությունները Իսրայելի կողմեն հարվածները դադրեցնելու բարակային։ Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին Կատարի մեջ Ամերիկայի ռազմագայանին հաստված իրանական հրթիռային հարվածը որակեց ամերիկյան հարձակումին պատասխան եւ խոստացավ, որ Թեհրան գրգին կպատասխանի Վաշինգտոնի կողմեն հետագա գործողություններու բարակային։ Արաքչին հայտարարեց Ախշաբադի մեջ մամուլասուլիսի ժամանակ կհաղորդե մեր գործակալությունը։ Ան ընդգծած է, որ Թեհրան չի պապակիրսրել լարվածությունը տարածաշրջանի մեջ եւ Կատարի մեջ Ամերիկայի ռազմագայանին հաստված իրանական հրթիռային հարվածը որակած է պատասխան Ամերիկայի աղաղագող հարձակման ուղղված Իրանի տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնիշխանության դեմ։ Արաքչին նաեւ քրարում կատարած է X-ի հարթակին, նշելով, որ մինչեւ վերջին բահը շարունակած են գործողությունները։ Մեր հզոր զինված ուժերու ռազմական գործողությունները շարունակեցին մինչեւ վերջին բահը գիշերվան ժամը 4-ը։ Բոլոր իրանցիներուն հետ միասին շնորհակալություն կհայտնեմ խիզախ զինված ուժերուն, որոնք պատրաստ են պաշտպանելու մեր երկիրը մինչեւ արյան վերջին գաթիլը, գրած է Աբբաս Արաքչին։
Կատար գբահբանե համաչափ պատասխանի իրավունք Իրանի կողմեն Կատարի մեջ գտնվող ամերիկյան գայանին վրա հարձակումեն հետո, ինչպես կհաղորդե BBC-ն, այս մասին հայտարարած է Կատարի արտաքին գործոստ նախարարությունը։ Անոնք Իրանի հարձակումը որակած են Կատարի ինքնիշխանության գոբիթ խախտում։ Ամերիկայի կողմեն ռմբակոծության ի պատասխան իսլամական հեղափոխության պահապաններու միավորում հայտարարած էր Կատարի մեջ ամերիկյան գայանը հրթիռագործելու մասին։ Կատար հաջողությամբ յետմաղած է հարվածները։ 3 Դոհայեն նախադեсված է թռիչք մթեբի Երևան։ Qatar Airways-ի օտանավը պետք է վայրեջ կդարեր զվարթնոցի մեջ կեսկիշերին, ապա 3 ժամանց Երևանեն ուղևորներ տեղափոխեր Դոհա։ Թռիչքը անորոշ ժամկետով հետաձգված է։ Հետաձգված է նաև այսօր առավոտյան նախադեсված թռիչքը Երևանեն դեպի Դոհա կդեղեկացնեն զվարթնոցի օտագայանեն։ Հայաստանի արտաքին գործոստ նախարարությունը հայտարարեց, որ խորաբես հիասթափված է իսլամական համագործակցության գազམ་ակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում մեջ ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում մեջ տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումներուն առնչությամբ։ Խորցավով գիմանանք, որ կյանքեն հեռացած է Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, հիշադակն արդարոց օրհնությամբ եղեցի։ Ցեզի հդեր Անի Զեյդունցյանը